Նախկինները հանրության լայն շրջանակների համար այլևս վտանգավոր կամ վախենալու չեն, կամ այնքան էլ վտանգավոր չեն, որքան ներկաները։ Փաշինյանի ներմուծած նախկիններ եւ ներկաներ տարանջատման փոխակերպումը նոր իրականության մեջ այլևս այսպիսի ընկալում ունի։ Համենայն դեպս Գյումրի ընտրություններով այս փաստը արձանագրվեց նախ ընտրությունների արդյունքների համագումարում ԿՊ-ն պարտվեց հավաքական ընդդիմությանը, եւ հետո ավելի ուշագրավն այն է, որ ընդդիմության քաղաքապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանը, որը եղածների մեջ ամենասկանդալայինն ու ամենամերժվածն էր, այսօր այնքան էլ չի վախեցնում գյումրեցիներին։ Համենայն դեպս գետնի վրա դժգոհություններ, գործողություններ, ցույցեր, զանգվածային միջոցառումներ, որ կմերժեին Ղուկասյանին, մինչև այս պահը չկան։ Անհանգիստը միայն ԿՊ-մերձ որոշակի շրջանակ, ինչը արտահայտվում է ամենօրյա ցանցային աշխատանքով։ Հարցազրույցներ են տալիս Գյումրիի պատմության 2000-ականների պահոցից հանում են հին տեսանյութեր, որոնք առնչվում են Ղուկասյանին ու ընտանիքին, հիշեցնում են քրեական անցյալը, կոռուպցիոն գործարքները, սպանության ու բռնաբարության տարբեր գործեր, որոնք առնչվում են Ղուկասյան ընտանիքին։ Այն, որ Ղուկասյանի մեղմ ասած շատ վատ համբավը գյումրեցին մոռացել է, զավեշտալի է։ Ակնկալել, որ նա Միքայել էպիսկոպոսի ասածով մեծացել, փոխվել է, ավելի զավեշտալի է հնչում։ Գյումրեցին այնքան էլ միամիտ չէ, բայց հանրության համընդհանուր լոյալությունն այս ամենին երկու բան կարող է նշանակել։ Նախ, որ ժողովուրդը այնքան է հոգնել ու զզվել ներկաներից, որ խորապես հիասթափված է եւ թքած ունի գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում։ Սա ժողովրդական ալիքի վրա հեղափոխությամբ իշխանության եկած ուժի լուրջ զաղողումն է։ Եվ երկրորդ, Վարդանիկն անգամ իր արյունոտ անցյալով ու օրինազանց գերդաստանով պակաս վտանգավոր է այսօր, քան ներկաները, եւ հանրության մի ստվար մաս նրան տեսնում է այսօր որպես միջանկյալ միջոց գործիք ներկաներից ազատվելու եւ հաղթանակը համապետական գործընթացներում պրոյեկտելու համար, հետագայում նույն Վարդանիկներից մաքրվելու հեռանկարով։ Մեկ կարևոր հանգամանք էլ ներկայում Վարդան Ղուկասյանը նաև հանրության մոտ ուժեղ լիդերի ընկալում ունի, ինչը պակաս սուր զգացում է հանրության մոտ։ Դիցուք ԿՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը։ Նրա խոսույթը մեր քաղաքը դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանի եւ Գրիգորյանի թաղի բնակիչ ծերունու խոսքերի մասին շատ քննարկվեց։ Թուրքի մայլա Արցախ թաղամաս կոնտեքստում, սակայն կարևոր մի բան կա։ Ալեքսանյանն ասում էր Գյումրեցին իրենց ճանաչել է, բայց ասել է ձեն չեմ տա, ձեզ չեմ ընտրելու, մեր Մարտունին եմ ընտրելու, դուք Վարդանի հետ խաղերի մեջ եք, Մարտունս է, որ դորտեմը կառնի։ Այս նախադասությունն ինքնին ԿՊ-ի պարտության մասին է։ ԿՊ-ն այս ծերունու մոտ պարտվել է եւ Վարդան Ղուկասյանին եւ առավել եւս Մարտուն Գրիգորյանին, որովհետեւ Գրիգորյանն է, որ կարողացել է զսպել Ղուկասյանին։ Այստեղ հարց է ծագում բա պետությունը, բա իշխանությունը, բա նոր Հայաստանի իրավապահները, բա կառավարող ուժը, որ այսքան տարի խոսել ու քննադատել է Վարդանիկներին։ Ինչ է արել իշխանությունը, խաղերի մեջ է մտել Վարդանիկների հետ, վախեցել է, խաբել է, Թալանի մասին լեգենդներ հյուսելով ու սուր ճոճելով, ատելություն է գեներացրել, թե տկար ու անզոր է եղել, միգուցե ցուցաբերել է անպատասխանատվություն ու անիշխանություն է դրսևորել։ Բոլոր դեպքերում էլ այսպիսի իշխանությունը մերժելի է։ Ահա այստեղ է ԿՊ-ի պարտության պատճառները։ 2018-ից իշխանության տված ոչ մի խոստում չի իրականացվել։ Իրավապահ համակարգի վեթինգն անցումային արդարադատություն, հակակշռող ինստիտուցիոնալ համակարգեր, փոխարենը արհեստականորեն ներմուծված նախկիններ ներկաներ նարատիվով ատելության կերտոզավորման Փաշինյանի իշխանությունը գործեց 7 տարի։ Այս ընթացքում երկրի պետական պարտքին հակառակ ժողովրդի կենսամակարդակը չբարելավեց, հակառակը սոցիալական սպասումները չարդարացավ ու դժգոհություններ գեներացվեցին։ Նա դեռ շարունակում է հետ բերել Թալանը, մեքենա առ մեքենա, փոխարենը կորցնելով քաղաքներ ու գյուղեր, կարևոր ռազմավարական հենակետեր ամբողջ Արցախ։ Այս պահից միջև հանգուցալուծումը չհեռանա ընդհանրապես հրապարակից եւ փողոցներից։ Արցախը Փաշինյանի իշխանության գլխավոր պարտությունն էր եւ միայն Արցախը բավական էր, որ պարտված թիմը հեռանար քաղաքականությունից, բայց ոչ, նրանք նորից վերարտադրվել են կամենում։ Բայց ինչպես։ Նախկիններ, ներկաներ երկընտրանքը այլևս ներկաների օգտին չի աշխատում։ Ահա այսա պետք է հասկանան ներկաները, չեն հասկանում, ավելին անկեղծորեն զարմանում են, ինչպես կարելի է հետ բերել նախկիններին։ Ժողովրդի համար սակայն նախկիններն էլ այնքան վախենալու չեն, այ իշխանության համար սարսափելի վախենալու են։ Այդ նրանք են, որ կորցնելու շատ բան ունեն, նախկինների հետ բերումը սոսկալի հետևանքի ունենալու իշխանության համար, իսկ գյումրեցին, փարաքարցին, հասարակ հայ ժողովուրդն այլևս կորցնելու
որևէ բան չունի։ 2026-ի խորհրդարանականից առաջ էլ նախկին ներկա երկընտրանք չի աշխատելու կամ աշխատելու է իշխանության դեմ։ Պողպատե մուրճ չէ, եթե նույնիսկ էլեկտրական աթոռ ու կախաղան էլ մանտան, մարզերով ժողովուրդը նրանց ասելու է ոչ։ Գյումրիում արդեն նրանց մերժել են, եթե նույնիսկ փորձարկված սցենարներն էլ կիրառեն, խորհրդարանականի ժամանակ հակառակ էֆեկտով է գործելու։ Հեղափոխությունից 7 տարի անց իշխանությունը մերժվեց, նրան ժողովուրդն ասում է գնա։ Նախկիններից չեմ վախենում, որովհետև դուք ավելի վախենալու եք։ Հենց այս վախի ներքո են ապրում իշխանականները, բայց դա էլ երկար չի տևի։